Սահմանադրության 57 հոդվածի առաջին մասի համաձայն յուրաքանչյուր ոք ունի վարչական մարմնի կողմից իրեն առնչվող գործերի անաչառ, արտահայտի եւ ողջամիտ ջանքետում քննության իրավունք։ Վարչահայտության հիմունքների եւ վարչական վարույթի մասին օրենքի 25-րդ հոդվածի առաջին մասի D կետի համաձայն վարույթի մասնակիցները կարող են գրավոր բացառք հայտնել վարչական վարույթն իրականացնող պաշտոնատար անձի, իսկ օրենքով նախատեսված դեպքում կոլեգիալ կազմով վարչական վարույթ իրականացնելիս կոլեգիալ կազմի ցանկացած անդամի, եթե առկա են այլ հանգամանքներ, որոնք նկատում են գործի ելքով տվյալ պաշտոնատար անձի կամ կոլեգիալ կազմի անդամի ուղղակիորեն կամ անուղղակիորեն շահագրգռված լինելու մասին կամ կասկած են հասցնում տվյալ գործի առնչությամբ նրա անարդարության նկատմամբ։ Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն բացառքի վերաբերյալ որոշումը պետք է ընդունվի ոչ ուշքան բացառքը հայտնելու օրվան հաջորդող աշխատանքային օրվան ընթացքում։ Բացառքի վերաբերյալ վերջնական որոշումն ընդունվում է կոլեգիալ կազմը վարչական վարույթ իրականացվելու դեպքում համապատասխան կոլեգիալ մարմինը ձայների պարզ մեծամասնությամբ։ Այդ դեպքում քվեարկությանը չի մասնակցում կոլեգիալ կազմի այն անդամը, ում դեմ բացառք է ներկայացվել։ Վերաբերյալ երևակարգումներից կարող ենք եզրահանգել, որ սահմանադրությամբ երաշխավորվում է յուրաքանչյուր անձի պատշաճ վարչահայտության իրավունքը, որի դրսևորումն են հանդիսանում վարչական մարմինների կողմից գործերի անաչառ, արտահայտի եւ ողջամիտ ջանքետում քննության սկզբունքները։ Այդ համատեսում հատկապես անաչառ քննության սկզբունքի շրջանակներում էական երաշխիք է սահմանվում վարչահայտության հիմքների եւ վարչական վարույթի մասին օրենքը, որը հնարավորություն է տալիս վարույթի մասնակիցներին գրավոր բացառք հայտնել։ Ի թիվս այլնի նաև կոլեգիալ կազմով վարչական վարույթ իրականացվելու դեպքում կոլեգիալ կազմի ցանկացած անդամի, այն դեպքում, երբ առկա են հանգամանքներ, որոնք վկայում են գործի ելքով կոլեգիալ կազմի տվյալ անդամի ուղղակիորեն կամ անուղղակիորեն շահագրգռված լինելու մասին կամ կասկած են հարուցում տվյալ գործի առնչությամբ նրա անաչառության նկատմամբ։ Սույն դեպքում Տաշիր կապիտալ փակ բարենետիրական ընկերությունը, որպես ույն վարույթի մասնակից գտնում է, որ հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի նախագահ, հանձնաժողովի անդամ Մեսրոպ Մեսրոպյանի վերաբերյալ առկային ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի ապացույցներ, որոնք հիմք են հանդիսանում ինչպես օբյեկտիվ չափանիշի, այնպես էլ սուբյեկտիվ չափանիշի տեսակետից վերջինիս կողմնակալ հարմարելու համար։ Նշվածի առնչությամբ հարկ ենք համարում ներկայացնել ներկայացալ հիմնավորումները։ Առաջին, նախ հարկ ենք համարում անդրադառնալ Մեսրոպ Մեսրոպյան անձին վերջինիս կենսագրական տվյալներին։ Մեսրոպ Մեսրոպյանը 2017 թվականի մայիսի 30-ին նշանակվել է հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի անդամ 4 տարի պաշտոնավարման ժամկետով։ 2020 թվականի նոյեմբերի 16-ին թողնելով դե յուրե անկախ հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի անդամի ինքնավար պաշտոնը, անցել է քաղաքական գործունեության 2020 թվականի նոյեմբերի 26-ին նշանակվելով Կոտայքի մարզպետ։ Ուշադրության արժանի է, որ Կոտայքի մարզպետ հանդիսանալու ժամանակահատվածում Մեսրոպ Մեսրոպյանը իր ելույթների ժամանակ բազմաթիվ անգամ ընդգծել է, որ հանդիսանում է քաղաքական գործիչ եւ բառացի մեջ բերեմ, ես ակտիվ քաղաքական գործունեություն եմ ծավալել առավել քան 20 տարի, հղումները ներկա են դիմումինքից։ 21 թվականի մայիսի 27-ին վերջինս ազատվել է Կոտայքի մարզպետի պաշտոնից, որպեսզի հանգամանքը կարող է սխալ ենթադրություն ձևավորել, որ վերջինս քաղաքական կապերը գործող իշխանության քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ ավարտում են։ Հաշվի առնելով վերջինիս ազատման ժամանակահատվածը կարող ենք եզրահանգել, որ խնդիրն առաջացել է ընտրական գործողությունների առնչությամբ, քանի որ Հանրապետության նախագահի 21 թվականի մայիսի 10-ի թիվ ՆՀ99N հրամանով արտենից նշանակված էր ազգային ժողովի արտահայտ ընտրությունները 2021 թվականի հունիսի 20-ին։ Ընտրությունների արդյունքներով կառավարության ձևավորման գործընթացը սկսվել է 21 թվականի օգոստոսի 2-ին։ Մասնավորապես Հանրապետության նախագահի 21 թվականի օգոստոսի 2-ի հրամանով Գնել Սանոսյանը նշանակվել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար։ Գրեթե 20 օր անց 21 թվականի օգոստոսի 25-ին Մեսրոպ Մեսրոպյանը նշանակվել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության համակարգման ոլորտում գտնվող Հաշվարկային կենտրոն Փակ բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի ղեկավար։ Հանձնաժողովի ուշադրությունը գրավում է այն հանգամանքին, որ Մեսրոպ Մեսրոպյանը Հաշվարկային կենտրոն ՓԲ գործադիր մարմնի ղեկավարը նշանակվել օրենքի ուղղակի պահանջների խախտմամբ։ Այն հիմնավորմամբ, որ մի կողմից նշանակվելու պայմանությամբ գործող հանրային ծառայությունների կարգավորող մարմնի մասին օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն հանձնաժողովի անդամն իրավունք չունի իր պաշտոնավարման ժամկետը լրանալու կամ լիազորություններ վարժժամկետ դադարելու, բայց 1 տարվա ընթացքում զբաղվել հանրային
ծառայությունների ոլորտը կարգավորող ընկերության ստորաբաժանումների համակարգման գործառույթները ոչված կամ ստորաբաժանման ղեկավարի պաշտոն։ Մյուս կողմից նույն օրենքի 32-րդ հոդվածի առաջին մասի 7-րդ կետի համաձայն հանրային պաշտոն զբաղեցնող անձին արգելվում է պաշտոնից ազատվելուց հետո 1 տարվա ընթացքում ընդունվել աշխատանքի այն գործատուի մոտ կամ դառնալ այն կազմակերպության աշխատողը, որի նկատմամբ նա անմիջապես հսկողություն է իրականացրել իր պաշտոնավարման վերջին 1 տարվա ընթացքում։ Իսկ նույն դեպքում Մեսրոպ Մեսրոպյանը 2021 թվականի օգոստոսի 25-ին նշանակվել է հաշվարկային կենտրոն ՓԱԿ բարենպետական ընկերության գործադիր մարմնի ղեկավար այն դեպքում, երբ իր որպես հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողովի անդամի լիազորությունը դարձել են 20 թվականի նոյեմբերի 16-ին, այսինքն 1 տարին չլրացված։ Ակնհայտ է, որ նշված իրողությունը կարող է ծառայել իշխող ուժի կողմից վերջինիս նկատմամբ որպես լծակ։ Հաջորդը հաշվարկային կենտրոն ՓՎ գործադիր մարմնի ղեկավարի պաշտոնը Մեսրոպ Մեսրոպյանը լքել է 24 թվականի նոյեմբերի 15-ին, անցնելով հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնը։ Ուշադրության արժանն է, որ համաձայն վարչապետի կողմից Մեսրոպ Մեսրոպյանի ՀՑԿ նախագահ պաշտոն առաջադրելու վերաբերյալ ազգային ժողովի նախագահի փոխանցած փաստաթղթերի փաթեթում առկա ինքնակենսագրականի Մեսրոպ Մեսրոպյանը 2023 թվականի նոյեմբեր ամսից հանդիսացել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ։ Հատկանշական է նաև, որ վերջինիս առաջադրման գործընթացը քանզի թեպետ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասից կախում է, որ ՀՑԿ նախագահի թափուր պաշտոնում տեխնատու առաջադրելու իրավունքը պատկանում է կառավարությանը, սակայն նրա առաջադրելու որոշումը կայացել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նիստում իր մասնակցությամբ։ Հղումը առկա է։ Վերաբերյալ տեղեկությունների համադրված լեցության արդյունքում կարող ենք արձանագրել, որ դրանք ինքնին կաշկանդող գործոն են հանդիսանում հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողովի նախագահ հանձնաժողովի անդամ Մեսրոպ Մեսրոպյանի համար, քանզի դրանցով առնվազն ապացուցում է վերջինիս ամուր քաղաքական կապը գործող իշխանության քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ։ Ավելին, ուսումնասիրելով Մեսրոպ Մեսրոպյանի անձ հետ կապված օբյեկտիվ գործոնները կարող են արձանագրել նաև, որ համացածում առկա տեղեկությունների եւ վերջինիս տրված հայտարարություններից պարզ է դառնում, որ վերջինս խնամիական կապի մեջ է գտնում քաղաքացիական պայմանագիր կուսակցության հիմնադիր անդամներից Սասուն Միքայելյանի հետ։ Հաջորդիվ պետք է նկատել սույն վարչական վարույթի հարուցումը քաղաքական գործընթացի արդյունք է, որը ի սկզբանե դրվել է գործող իշխանության քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից, մասնավորապես Գործընթացը սկսվել է դեռևս 2025 թվականի հունիսի 18-ին եւ վարչապետն իր Facebook-յան էջում արձանագրել է։ Մեջբերում եմ. Կարծում եմ հասունացել է պահը, երբ Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԱԿ բարենպետական ընկերությունը պետք է ազգայնացվի, պետականացվի։ Դա տեղի կունենա արագ։ Այնուհետև նույն ամսվա 24-ին վարչապետն իր Facebook-յան էջում նշել է. Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԱԿ բարենպետական ընկերությունը պետականացման պլանը պատրաստ է։ Շատ շուտով կտեսնենք գործնական փուլ, process-ները տեղի կունենան Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան։ Վերոգրադին հաջորդել է 25 թվականի հունիսի 26-ի հրապարակումը, որտեղ արձանագրվում է. պետությունը կստանցնի հեծի կառավարումը։ Նույն հրապարակմանը կից առկա է նախ տեսաձայնագրություն կառավարության նիստից, որտեղ վարչապետը հայտարարում է հետևյալը. Այն ինչ որ ասել եմ, մենք առաջիկայում արդեն պետք է անցնենք դրա իրագործման փուլին։ Իհարկե, process-ը չի լինելու մի փուլանի, բայց ակնհայտ է, որ պետությունը պետք է շատ արագ վերցնի Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓՎ կառավարումը եւ հետագա գործընթացները պետականացման եւ ընկերության կառավարման արդյունավետության ուղղությամբ պետք է արագ արդյունավետ իրականացնենք։ Հավելել Արտահերթ նիստով համապատասխան օրենսդրական փոփոխությունները կիրականացնեն շատ արագ։ Ես կարծում եմ, որ առաջին անհրաժեշտ գործողությունը տեղի կունենա։ Այսինքն դրա իմաստը կլինի այն, որ պետությունը կառավարությունը կստանձնի Հայաստանի էլեկտրական ցանցերի կառավարումը։ Եվ այդ կետից սկսած արդեն մենք ավելի հանգիստ պայմաններում հետագա սցենարները կքննարկենք, թե ինչ սցենարով ենք գնում։ Այնուհետև 25 թվականի հուլիսի 19-ին վարչապետն իր Facebook-յան էջում հրապարակել է տեսաձայնագրություն, որում նշում է. Մեր խնդիրն է, որ պետք է պետությանը վերցնի հեծի կառավարումը եւ իրականացնի հեծի ուսումնասիրություն։ Նախ ինչ է տեղի ունենում, ինչ է տեղի ունեցել այնտեղ։ Վերոգրած հայտարարությունները հաշվառմամբ կարող ենք փաստել, որ սույն վարչական վարույթի հարուցումը ուղղակիորեն հանդիսանում է քաղաքական գործընթացի արդյունք եւ պարզ է, որ այդ քաղաքական գործընթացը պես կեսկիզբ առներ գործող իշխանության քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ ամուր քաղաքական կապեր ունեցող հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողովի նախագահ հանձնաժողովի անդամ պարոն Մեսրոպ Մեսրոպյանի կողմից։ Հաջորդիվ, անդրադառնալով նույն քաղաքական գործընթացի շրջանակներում կատարված օրենսդրական փոփոխություններին, պետք է արձանագրել, որ
Թեպետ վարչության հիմունքների եւ վարչական վարույթի մասին օրենքի 38-ի առաջին մասի բերկետի համաձայն վարչական վարույթ հարուցելու հիմքի հանդիսան վարչական մարմնի նախաձեռնությունը, իսկ վարչական վարույթ հարուցող սուբյեկտ վարչական մարմինը, այնուամենայնիվ, հաշվի առնելով հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի քաղաքական վստահելի գործընկեր հանդիսանալու հանգամանքը, հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին օրենքում կատարվեց լրացում։ Կատարված լրացումների արդյունքում նշված օրենքի 36-րդ հոդվածի 9-րդ մասը սահմանում է, որ վարչական վարույթը հարուցվում է հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ եւ նույն որոշմամբ էլ կարող է կիրառվել կանխարգելիչ միջոցառում։ Ավելին, հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին օրենքի 36-րդ հոդվածի 9-րդ մասը հստակ քաղաքական պատճառով նման լիազորություններով է օժտում հանրաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին, շրջանցելով, անտեսելով հանրային ծառայությունները կարգավորող հանրաժողովի եւ դրա անդամների գործունեությունը անաչառությունը։ Ի թիվս այլին նույն օրենքով սահմանված հետեւյալ երաշխիքները։ Կարգավորման իրականացումն ինքնավար պետական մարմնի կողմից եւ որոշումների ընդունման կոլեգիալությունը եւ անկախությունը։ Հանրաժողովի ինքնավար պետական մարմինն է եւ ինքնուրույն է իր իրավասությունները իրականացնելիս։ Հանրաժողովը կազմված է 5 անդամից եւ հանրաժողովի նախագահը եւս հանդիսանում է դրա իրավազոր անդամ։ Հանրաժողովի նախագահային որոշում ընդունելու լիազորություն վերապահված չէ։ Հանրաժողովին յուրաքանչյուր անդամի տրված է քվեարկելու իրավունք։ Հանրաժողովի անդամը անկախ է եւ գործում է համալրության եւ օրենքներին համապատասխան։ Նշված հակասահմանադրական օրենսդրական փոփոխությունների շուտակույտ ընդունումը եւ կոլեգիալ մարմնի անդամների լիազորությունների սահմանափակումը անաչառ դիտորդի մոտ ձևավորում է կարծիք, որ հեծի պետականացման ապօրինի գործընթացը սկսելիս իշխող քաղաքական ուժը գիտակցել է, որ հանրաժողովը բոլոր անդամները չէ, որ կգնան ապօրինության։ Ուստի այդ ողջամիտ մտավախությունը փարատելու համար է նախաձեռնվել այդ օրենսդրական փոփոխությունները։ Նպատակ հետապնդելով իրենց նախկին համակուսակցի Մեսրոպ Մեսրոպյանի ռեսուրսի օգտագործմամբ վերցնել հեծի կառավարությունը։ Հաջորդիվ հարկ է նկատել, որ հանրաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը 25 թվականի հուլիսի 18-ին կայացնում է վարչական վարույթ հարուցելու եւ կանխարգելիչ միջոցառումներ կիրառելու մասին թիվ 1 որոշումը, որով գործող իշխանությունները հրապարակումներին եւ հայտարարություններին համապատասխան մոտ 10 օր առաջ ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխությունների հիման վրա հարուցված վարչական վարույթի կանխարգելիչ միջոցառում է։ Այնուհետև պետք է նկատել, որ վերնշված որոշման կայացում է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից ստացված հաղորդման հիման վրա։ Այն դեպքում, երբ փաստացի մոտ 3 տարի մինչ հանրաժողովի նախագահի պաշտոն զբաղեցնելը Մեսրոպ Մեսրոպյան հանդիսացել է նշված նախարարության ուղղակի ենթակայությամբ գործող պաշտոնատար անձ։